Խնդրում եմ, դուք մանրամասնեք, որպեսզի հասկանանք, տեսնենք, կողմնակալ են իրավապահները, օբյեկտիվ չեն քննում գործը, որպեսզի հարցերի պատասխանը ինքը գիտեք ոնց, գալի ժողովրդի հետ վիճում էր, կարող է վիճեր կռվեր, տաներ տար բաժին, ոստիկանություն եւ այդ մարդկանցը ինքը դառնար անմեղ այդ մարդկանցը տանեին նեզաշտու տեղը քաշքշուկի մեջ եւ այլ եւ այլ։ Իշխանության հետ ինչ կապ ունի։ Չգիտեմ։ Կուսակցական Այնա բանի մեջ գրած է էլի, որ ես մասնակցել եմ Սարիկ Մինասյանի լեննական ընտրություններին ԿՊԱ-ական եմ։ Այո։ Թադևոս Հովակյան իր ցուցմունքում գրել է, որ ընտրություններին գնացել եմ Սարիկ Մինասյանի ընտրությանը, իմ հետ եղել են, չգիտեմ ինչ պատգամավորներ, չեմ հիշում, էդի արդեն, ովքեր են էլ Մարոժնիան տվե, Մարոժնին ես իմ ինչ են արել, էդի Գագարինն արել, որ ինձ նվաստացնի եւ այլ եւ այլ։ Այդ ում է պատմել։ Քննչական կոմիտեին։ Դուք կարծում եք իշխանական կապերն են այսօր նպաստել, որ ինքը անմեղ սունակ է ճանաչվել եւ հայտնվել է հոգեբուժանում, այդպիսի մտավախություն ու կասկածներ ունեն։ Մենակ ես չէ, ամբողջ յուղն է այդ։ Դե բանում գրած էր, որ ցուցակը գրպանից անել են։ Բայց չի։ Ձեր հարազատները կային մեջը, Գարեգինը եւ իր կինը կային մեջը։ Երբ ես չեմ մանարել, ես չգիտեմ ով է հանե, ինչ արել, բայց ոստիկանությունը գրպանից անել է իրա։ Թե որ ոստիկանությունն է, քննչականն է, թե Աբովյանի ոստիկանությունն է, թե Մարզայինն է, թե Երևանն է, այդքան տեղեկություն չունեմ։ Վերջինիս անմեղ սունակության հետ կապված, երբ որ տեղեկություններ եք ստացել, լուրեր եք ստացել, փորձել եք իրավապահներին դիմել, ասել, «Էս ինչ ոչ օբյեկտիվ քննություն է գնում, ոնց կարա 4 ժամվա մեջ 4 մարդու կյանք խլած անձնավորության է»։ Որդին դիմե իրա ու ասել են ինքը հոգեկան խանգարումներ ունի, հոգեկան շեղումներ ունի, հիմա սպասում ենք հետագա քայլերին։ Տեղը տեղին ստուգել են, նկարահանել են, պարպուշները ոտի, այդ պամպուշները ոտի տակից Գագարինի, իսկ այսօր ինքը արդարանում է, թե հերվից եմ խփել, մենուհին չեմ ուզել խփել, պատահական է կպել, բայց 4 հատ պարկուճ իրավապահները վեկալան դրին, փաթեթավորին դրին բարեկների ավտոն տարան, այսինքն նաև ասեմ, Գագարինի կնոջ հեռախոսները իմ աշխի դեմ է, հեռախոսը վեկալան դրին, այսօր քննչական կոմիտեն ասում է չկա, գնացեք մորգից ուզեք, նոր առած հեռախոսը։ Կնոջ հեռախոսները չկան դեպքից հետ։ Չկա, գնացեք մորգից ուզեք, կարող է մորգը փաթաթեթ արել։ Դեպքի վայրից կան իրեր, որոնք անհետացել են։ Այո։ Սպանողի մոտ չեն, իրավապահները ձեզ հորդորում են գնալ։ Հա, ես եմ տեսել, որ իրավապահները քննիչները վեկալան դրին, բարեկի մեքենայի վրա, այդ բանով ցելոֆոնով փաթեթավորեցին, դրին, գրեցին, արձանագրեցին, որ տարան։ Իսկ այսօր քննչական կոմիտեն ասում է չկա, գնացեք մորգից ուզեք։ Գետաքրվենք հələ։ 10 անգամ դիմել են, երեխեն նոր էր, վարկով վեկալ է, ապառիկ վեկալ է, 5-600 հազարանոց հեռախոսը, այսինքն էլ ինչ ասես այդ իրավապահներին, ներկա ենք եղել մի քանի հոգի, եթե հեռախոսն ակորում, եթե 4 մարդու կյանք խլած մարդը դառնում է գիժերկու ամսվա մեջ է, այդ երկրից կարելի է թողել է թալ։ Մի հատ էլ գա նորից այդ նույն ցուցակով, նույն գրպանի ցուցակով այդ նույն մարդկանց ահաբեկի, նույն մարդկանց կարող են նաև նորից խփի, մեկը գիժա էլի։ Եղբայրը հիմա համայնքում ապրում է, բայց իր ընտանիքի անդամներն են, որ դրսում համայնքում չեն։ Չէ, համայնքում չեն։ Դե ինչ-որ հովանավորներ ունեն, չգիտեմ, ասեմ, որ ԿՊ-ի անդամ է ինքը։ Անպայման։ Դուք փաստեր ունեք, որ ինքը ԿՊ-ի անդամ է։ Ինքն է գրել, որ ես գնացել եմ Սարիկ ԿՊ-ի անդամ եմ, գնացել եմ Սարիկ Մինասյանի ընտրությանը, չգիտեմ ինչ, ես ինչ պատգամավորների հետ, ես ինչի հետ, ում հետ, նկարներ ունի, իշխանության կարկառուն դեմքերի հետ։ Դուք այդ նկարները կա, ունեք փաստեր, որ կարող եք մեզ ցույց տալ։ Չէ, իր հեռախոսի մեջ էր ինձ ականջը ցույց տվել, շատ մարդիկ են տեսել գյուղում։ Անձամբ ձեզ Թադևոսը, օրինակ ինչ որ ԿՊԱ-ականների հետ էր նկարները, կհիշեք դեմքերով։ Ինչի՞ չէ։ Ասեք։ Ազգային ժողովի նախագահի։ Ալեն Սիմոնյանի հետ։ Ընկերս է։
Հա։ Հիմա կարա ցանկացած մարդ մի հատ երգչի, ֆուտբոլիստի, ես իմ նկարվենք մի հատ իրար հետ։ Կարող է ձև նկարված լինի, Այդպես նաև ներկայացնում։ հա, միգուցե վախացնելու մարդկանց։ Էդ էլ շատ հնարավոր է, էլի։ Բայց փաստացի այսօր 4 կյանք խլած անձնավորությունը առողջական խնդիրների հիմքով կարող է պատասխանատվությունից խուսափել։ Հեսա խուսափում է, երկու ամիս հետո եթե երկու ամսվա մեջ նորմալ մարդուն հանում են գիշ, երկու ամիս հետո էլ գժանոցից կհանեն, կասեն գնա ձեր տունը, տղա ջան։ Գնա ձեր տունը քո կիսատ գործեր ունես, գնա այդ ցուցակով շարժվի։